Հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Պարոն նախարար, ես եւս հարցս պետք է հնչեցնեմ տրիփի իրականացման շրջանակի վերաբերյալ, որի հրապարակումից հետո, ինչպես եւ սպասվում էր, կրկին հնչեցին բավականին անբովանդակ մեկնաբանություններ, նույնիսկ դրանք մեկնաբանություն անվանելն է դժվար, թե բա սրանք էլի ամեն ինչ տվեցին, այս անգամ ռազմավարական սյունիքը, տրիփի բաժնեմասերը, իդեպ Վարդան Օսկանյանի արձագանքն էլ էր, այսպես ասած, վերաբերվում այդ շրջանակին։ Շարունակեմ։ Դուք Վաշինգտոնում ձեր մեկնաբանությունում անդրադարձել եք այս հարցերին, բայց կխնդրեի այստեղ եւս մեկ անգամ, եթե կարելի է ներկայացնեք ձեր արձագանքը։ Հարցին կպատասխանի Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Ղազարյան, եթե նկատեցիք, ես այսօր հետս թղթապանակ եմ բերել, որով հով եմ անում, այդ թղթապանակի մեջ իրականում տպված հենց հունվարի 14-ի հայտարարությունն է համատեղ, որովհետև ես կարծեցի, որ այդքան իբր թե բան աղմուկի մեջ, իբր թե վատ պայմաններով բանի մեջ, մեր ընդդիմությունը արդեն որ 14-րդ հարցն է, մտնելու այսօր այս հարց ու պատասխանին եւ մեզ պատին սեղմի, այսպես ասած, իրանց սուր քննադատությամբ հարցերով, ես էլ ստիպված լինեմ բացեմ այդ թղթից, քանի որ դե անգիր այդքան էջը հնարավոր չի հիշել, մոտավորապես հիշելով որ մասում է, մեջբերումներ անեմ, ասեմ, չէ, բարեկամներ, նորմալ է, ոնց որ ամեն ինչ բան, տեսեք ինչ լավ է գրած, պարզվում է այդ հարցը ընդհանրապես ասելիք չկա, 13-րդ հարցին նոր պարոն Խաչատրյանը մի բան ասեց, որ ավելի լավ էր չասեր, իրանց ավելի վատ դրության մեջ ասում է, դա իրավական փաստաթուղթ չի։ Մենք չենք ասել սա պայմանագիր է, մենք ասել ենք հայտարարություն է, որտեղ երկու երկրների կառավարությունները Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց քաղաքական դիրքորոշումն են հանձնում եւ իրենց քաղաքական հանձնառությունն են հայտնում, այս հարցերը կարգավորել սենց։ Իհարկե բան չունեն ասելու Տիկին Ղազարյան, եթե ավելի ուղիղ եք ուզում։ Բացի դրանից, որ Յանի պայմանագիր չի հայտարարություն, մի բան էլ են ասում։ Այո, նախկին արտգործ նախարարներից մեկը ասում է դե ողորմելի է, ասում է, քանի 74%-ը տվել են, 26%-ն են իրանց բայ։ Ես չգիտեմ, նկատել եք, չեք նկատել, ընդհանրապես ես միշտ զերծ եմ աշխատել եմ զերծ մնամ նախկին արտգործ նախարարների գործունեություն, չնայած այնքան վատ բաներ են արել, որ կարելի է խոսալ, բայց այդպես անձնապես աշխատել եմ չասեմ, էլի։ Հիմա այդ մարդը, որը որ ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տվել ենք տոկոս ուրիշին, ուշադրություն։ Գույք իր արտաքին գործերի նախարարության շրջանում, գույք ներողություն եմ խնդրում։ Ներողություն կարաք, ինձ են հարցը տվել։ Մի արեք վիրավորական բաներ, ոչ դուք, ոչ մեկը, նայեք, կարևոր բաներ եմ ասում, նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պայել ենք մեզ, իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում, գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության, Հայրուս Գազարտի, վերջին 20%, 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ Սիսյան կարծեմ կտորն էլ վերջ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը տեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդպես պետությանը։ Հրազդան ջեկի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության։ Հեծը Ինտերրաո եսին կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս սաղ պատմության մեջ ողորմելին ով, այ ողորմելիներ դե արի մի ասա, էլի։ Ինչքան քյալակ ունենք այս ազգի գլխին բերեցիք, հələ գնացել են, հələ բզբզում, որ լրիվ վատելին, լրիվ կործանենք։ Ինչ եք ուզում։ Բան չեք կարա ուզեք, որտեվ ասելիք է չունեք, բերաններդ չեք կարա բացեք, բայց ես նու կարակ, բայց մեջ ինչ իմաստ կլինի։ Զգացինք արդեն։ Էլի հաստատ կարելի էր բաներ ասել։ Շնորհակալ եմ շատ, եթե կհիշեք շարունակեք, բայց օգտվելով արձագանքից եւս մի հարց հնչեցնեմ, էլի պարոն Միրզոյան, երեք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը կարծես թե ասել է, որ կարծես թե Հայաստանում այսպես քաղաքական հայացքների համար
նորից հնչեցնեմ։ Լավ չեմ լսում։ Լավրովն ասել է, կարծես թե Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում։ Իմ կարծիքով մի փոքր տարօրինակ է այս ամեն ինչը լսել է։ Ինչ արձագանք ունեք դուք։ Պարոն Եղոյան, Ոնց լսեցի, տենց վստահ չեմ, որ ամբողջությամբ լսվեց ձեր հարցը աղմուկ է, բայց ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու, էլի չեմ մեկնաբանում արտաքին գործերի նախարարների հայտարարությունները, բայց իմ շատ սիրելի եւ հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները թերևս մի քիչ սխալ են։ Այդպիսի հիմքով քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար Հայաստանում չկա, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ընդհանրապես քաղաքական գործունեության հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարա լինի, եթե այդ քաղաքական հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են որևէ կերպ իրավական ձևակերպումները կան օրենսդրության մեջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ օրինակ սահմանադրական կարգի բռնի ուրեմն տապալման կոչեր են պարունակում եւ այլն, եւ եթե նույնիսկ այդպես լիներ ներողություն, դա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլիներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ուղիղ միջամտություն, եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա։